Դուք չեք հիշում, որ բանը Ռադիո Լիբերտին, Ազատություն ռադիոկայանը ինչ լայվեր էր Ես բոլորինն եմ հիշում։ Տիվինետը ինչ լայվեր Ես էր անում, հիշում չեք եմ, որ ինչ հիշում։ որ մարդիկ հայտնվեցին, դեսանտ իջեցվեցին, հետո նորից տարան դրանց։ Ես հիշում եմ դրանից Այո։ առաջ ինչ կապտան մազիկներ, Կասկածելի Այո։ սեռի ներկայացուցիչներ հայտնվեցին Արցախում։ Ես հիշում եմ շատ, այո, շատ բաներ։ Եվրոպայի մամուլի կեսը չեք ասում, Տիկին Սերանյան, չեք հիշում, CNN, Կներեք, BBC, բանը France, երագույն դրոշով Euronews։ ներքնաշորեր հագած ինչ որ կանայք ու չգիտեմ ինչ էին ասում, Ահա, ցուցանակներ, Եվրոպայի- ոչ ազգ, ոչ եկեղեցի, ոչ եկեղեցուն, ոչ ազգայինին, ոչ բան։ Ես հիշում եմ այդ ամբողջը։ Թող մարդիկ Իսկ հիշեն։ որ Ղարաբաղը հանձնվեց որտեղ էին այդ մարդիկ, քանի մարդեր եկել։ Մի մասը այդ մասնակիցներից անմիջապես լքեց երկիրը, այդ ովքեր որ կրծկալով բան էին փակում, լուսացույցներն էին փակում Նիկոլ Փաշինյանի հետ, իրենց կրծկալով ներքնաշորերով, նրանք հետո հայտնվեցին այլ երկրներում։ Այո, հիմա այնտեղից մեզ դեմոկրատիայի դասեր են տալիս։ Այո։ Այո։ Եվ երկրորդ պատճառը այն էր, որ ըստ որոշ տեղեկությունների Նետանյահուն խնդրեց, Իսրայելը խնդրեց, որ հարձակում չկատարվի, քանի որ հարված էր հաստվելու Իրանի կողմից, նրանք չէին ուզում դրա հետ գործ ունենալ, բայց կարծում եմ սա ուղղակի հետաձգվել է, որովհետև Իրանը մեծ վտանգ է ներկայացնում Իսրայելի համար։ Առայժմ այսպիսի հարձակում չի լինելու, բայց մեզ համար շատ մտահոգիչ է, որ այս խումբը տապալեց մեր հարաբերությունները Իրանի հետ նույնպես, եւ հիմա այսպիսի հայտարարություններ են լսում, աննախադեպ հայտարարություններ, կոշտ հայտարարություններ Իրանի ներկայացուցիչի կողմից, որը պետք է ասել նա հիմք ունի, տեղ ունի այսպիսի բան ասելու։ Մենք անընդհատ զգուշացնում ենք, սրանք անընդհատ ամեն ինչ քանդում տապալում են, ինչ չասեմ։